շնորհակալ ենք, որ եկաք տաղավարես եթերին, մեր հիմնական զրույցի թեման լինել են քաղաքային խնդիրները, դե ասում են սենց է բան կլինի, ձմեռօրձյուն է գալիս, սենց բան տեսել եք, դուք վստահաբար չեք տեսել, որ ձմեռօրձյուն գա, դրա համար այս մաքրման աշխատանքները ինչ անել, չգիտեմ ձևը ոնց է, բայց մինչ իհարկե քաղաքային թեմաներին անդրադառնալը մենք երեք տեսանք, որ ամբողջ համացանցը ողողված էր վեհափառ հորը հայ առաքելական եկեղեցուն սատարող մեր արժանապատիվ քահանաների, հոգևորականների գրառումներով։ Մենք ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը տարին սկսել է հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհի նոր թափ տալով, ավելին վերջերս տիրադավների հետ իրենք ստորագրում էին ինչ-որ թուղթ, որով իրենք առաջիկայում պլանավորել են հարձակվել եկեղեցու վրա։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ իրապես արժանապատիվ մեր հոգևոր դասը երեք պատասխանը տվեց այս տիրադավներին, մինչդեռ որոշտիվը Նիկոլ Փաշինյանը գրել է արդեն 16-ն է հասել, համեցեք։ Նախ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր այն քահանաներին, որոնք կանգնեցին երեկվանից համացանցում ողողված է այդ ամենը, որոնք կանգնեցին մեր եկեղեցու կողքին, առաքելական եկեղեցու կողքին, վեհափառի կողքին, շնորհակալ եմ բոլորից, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ կապված, այո, Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ սկսել է պայքարել 26 թվականի ընտրություններից առաջ քարոզարշավը իրականացնելով այս ամենը նշանակում է ընտրությունների գնալ եկեղեցու դեմ ծրագրված է Նիկոլ Փաշինյանի այս ամենը ծրագրված է տեսեք 18 թվականին Մերժիր Սերժին ծրագիր էր իրականացնում Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա 26 թվականին փորձում է եկեղեցին դարձնելով մերժել Գարեգին Բ-ին, այդպիսով քարոզարշավ անել։ Եկեղեցու հետ կապված տեսեք, վերջերս երթ էր իրականացրել Նիկոլ Փաշինյանը, դիմել էր քաղաքապետարան, որպես քաղաքացի էր ներկայացրել այնտեղ իրեն, Նիկոլ Փաշինյան, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը։ Դրանից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրում, որը խախտում է մեր սահմանադրությունը, որպես վարչապետ ստորագրում է մի փաստաթուղթ այդ տիրադավների հետ եկեղեցու դեմ, սահմանադրությամբ խախտմամբ։ Միտեղ այս մարդը խախտում է սահմանադրություն, միտեղ փարիսեցիություն է անում, այսինքն միտեղ վարչապետ է ներկայանում, նույն պահին ներկայանում է որպես քաղաքացի։ Այսպիսով քանդելով մեր եկեղեցին, իհարկե մենք բոլորս էլ մեր եկեղեցու կողքին կանգնելու ենք, աջակցելու ենք մեր եկեղեցուն, ինչքան էլ փորձեն իրենք 2000-3000 հոգի պետ ծառայողներով, ուժային կառույցներով, աղանդավորներով հավաքվել, երթեր կազմակերպել, գնալ եկեղեցիներ կեղծ պատարակներ մատուցել, դա միևնույն է մեր հասարակությունը չի ընդունելու, մեր եկեղեցականները, իրական եկեղեցականները չեն ընդունելու այդ ամենը։ Նաև նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստան ասելով փորձում է նաև անդրադառնալ իրական եկեղեցի, այսինքն բաժանում է սև ու սպիտակների մեր եկեղեցին, իրական եկեղեցականներ իր տեսլականով եւ կեղծ եկեղեցականներ, որը ոչ միտեղ չտանող ճանապարհ է եւ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում եմ պարտվելու է այս ճանապարհին։ Եկեղեցին հաղթելու է, դարեր շարունակ եղել է եկեղեցին եւ դարեր շարունակ լինելու է մեր եկեղեցին։ Վստահեցնում եմ, որ չի կարողանալու հասնել իր նպատակին։ Այդուհանդերձ ինքը Նիկոլ Փաշինյանը ներողություն էր խնդրում Հիսուս Քրիստոսից, Հիսուսի մենակ թողնելու համար, սա ինչի դրսևորում է։ Նիկոլ Փաշինյանը անցել է բոլոր չափերը, կարմիր գծերը, իրեն պատկերացնում է որպես Քրիստոս, կարծես 26 թվականի ընտրությունները ոչ թե վարչապետի ընտրություններ են լինելու, այլ վեհափառի ընտրությունների է ինքը պատրաստում մասնակցել եւ դառնալ վեհափառ, հա։ Այսինքն այն աղքատ ապրող մարդիկ այսօր դարձել են հարուստներ, այսինքն գրփել են Հայաստանի Հանրապետության ամբողջ բյուջեն, ժողովրդին թալանելով հասել են մի կետի, որ արդեն փորձում են Աստծու հետ համեմատել իրենց, այսինքն բոլոր սահմանները անցել են, ամեն ինչ ունեն եւ հիմա փորձում են դառնալ Աստված։ Որը, չգիտես, դա փառքի ճանապարհն է երևի Նիկոլ Փաշինյանի, չգիտես, Նիկոլ Փաշինյանը Ինքը արդեն մի փորձ ունի, անգամ փորձ ունի, չէ՞, ինքը իրեն Հիսուսի հետ համեմատել էր։
Դե հա, ինքը փորձելու է բոլորի հետ էլ համեմատվել, քանի որ ժամանակին ինքը անկարող մարդ է եղել, փոքր ժամանակ ասում են հեծանիվ չի ունեցել, հիմա այդ հեծանիվ չունենալու մուրը վրեժը լուծում է մեր ամբողջ ազգից, այո, հայերից է լուծում, եկեղեցուց, բոլոր կառույցները քանդելով, ուզում է մեր հայ ազգը վերացնել եւ թուրքացնել, այսպես ասած, իր գործընկերների հետ համատեղ, թուրքական գործընկերների հետ համատեղ ուզում է մեզ ոչնչացնել, բայց մենք եղել ենք հայ, մնալու ենք հայ եւ թույլ չենք տալու դա։ Իհարկե այդ պայքարը մենք միշտ շարունակելու ենք, կանգնելու ենք եկեղեցու կողքին եւ նաեւ ես կուզեմ կոչ անել մեր բոլոր հայերին, մասնակցեք պատարակներին, կարեւոր չէ Վեհարանում կլինի բոլոր տեղերում եկեղեցիներին մասնակցեք եւ թույլ չտաք Նիկոլ Փաշինյանի այն կոչը, որ որոշ պետական ծառայողներ կամ ՔՊԱ-կաններ կարողանան խոչընդոտել մեր եկեղեցու պատարակները, իրական պատարակները, ոչ թե իրենց կեղծ պատարակները։ Բոլորիդ կոչ եմ անում լինել եկեղեցու կողքին, պաշտպանել իրական մեր քահանաներին, բոլորը տեսել եք թե ովքեր են իրական քահանաները եւ ովքեր են տիրադավների հետ համատեղ աշխատող այդ քահանաները։ Ասեք, Ստեփան Ասատրյանը Նիկոլ Փաշինյանի օգնականն է դարձել, ինչու եմ ասում օգնական, որովհետև Ստեփան Ասատրյանի հետ համատեղ, նաև Կճոյանի հետ համատեղ Բենթլին, որ Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկով Բենթլիից էր խոսում, Ստեփան Ասատրյանը փորձում է եկեղեցու ներքին ինֆորմացիաները մատակարարել Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանը այդ կեղծ քահանաների օրինակ Ստեփան Ասատրյանների հետ համատեղ փորձում են ազդեցություն ունենալ մնացած եկեղեցականների վրա համատեղ ուժային կառույցների ազգային անվտանգության հետ համատեղ, այսինքն գործիք են դարձել Նիկոլ Փաշինյանի վարչախմբի այս եկեղեցականները, իրենք միայն զղջալու են, հետագայում Ստեփան Ասատրյանները զղջալու են, բայց դրանից հետո ոչինչ իրենց չի փրկելու, քանի որ դա մենք չէ որ պետք է ներենք իրան, դա Աստված պետք է Ստեփան Ասատրյաններին կարողանա ներել, որովհետև իրանք ոչ թե դավաճանել են մեզ, այլ դավաճանել են իրենց հավատքին, դավաճանել են Հիսուս Քրիստոսին, ոչ թե մեզ։ Ստեփան Ասատրյանները պատասխան են տալու Աստծուն։ Միջարից երեք մեր գործընկերը Սուզի Բադոյանը սա կապված գրառում էր արել մասիացողնի թեմի քահանաները գրողի ծովսն են ուղարկել նիկոլականներին, այսպիսի գրառում կարգառույց է Ստեփանի հետ են հանդիպել եւ մյուս երկու կարգառույցները մասիացողնի թեմի քահանաներն են էլի հանդիպել, տհաճ զրույց է ծավալվել, գերբով քահանել չի հաջողվել ոչ մեկին, մեր մասած դուրս է վռնդել սրանց մեր քահանաները ու ոչ ասել են չմոտենակ այլևս որևէ քահանայի։ Տեսեք, այո, փորձելու են վերբովկաներ իրականացնել, ոչ միայն այս Ստեփան Ասատրյանների հետ համատեղ, ուժային կառույցների հետ համատեղ են գործում, ինչպես տեսակ Վեհարանում գազելով ուղեկցում էին քրեական 6-րդ վարչության ազգային անվտանգության աշխատակիցները, հարյուրավոր աշխատակիցներ թաքուն մեքենայի մեջ ուղեկցում էին, որ ոչ մի քաղաքացի չմոտենա իրանք, այսինքն այդ մարդկանց հետ համատեղ ծրագիր են իրականացնում, այսինքն այս մարդիկ դարձել են ազգային անվտանգության գործակալներ, Ստեփան Ասատրյանները եւ մնացած կճոյանները դարձել են գործակալներ ազգային անվտանգության, իսկ մեր քահանաները պետք է հարայնացնեն ցանկացած նման դեպք, ինչպես Սուզի Բադոյանը օրինակ հարայնացրել է, մեր քահանաներից կալում են, որ հարայնացնել, մենք բոլորս պատրաստակամ ենք ձեր կողքին կանգնելու, հարայնացրեք, եթե ձեզ մոտեցել են, փորձում են նման առաջարկություններով հանդես գալ, դուք ձեր մերժելուց հետո մենք պատրաստ ենք գալ ձեր կողքին կանգնել, որ չկարողանա ազգային անվտանգություն կլինի, Ստեփան Ասատրյան կլինի, Կճոյան կլինի, Նիկոլ Փաշինյան կլինի, ովքեր ուզում են լինեն, մենք կանգնելու ենք ձեր կողքին եւ համատեղ ուժերով պայքարելու ենք, որ եկեղեցին կանգուն մնա։
Իսկ ինչ մնում է, տեսեք, Նիկոլ Փաշինյանի հետ կապված, Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ խոսում էր Գարեգին Բեի ասցեին իբր աղանդավորական, ինչ որ եկեղեցուն աղանդավորական անվանեց, այն ինչ մոռացել է, որ իր կողքը ամբողջությամբ աղանդավորներ են հավաքված, նույն իր կեղծ պատարակներից մեկում Արթուր Սիմոնյան անունով կյանքի խոսքի ղեկավարներից էր այնտեղ կանգնած, դա աղանդավորները հիմա որտեղ են, այսինքն Գարեգին Բեին ասում է աղանդավոր, այնինչ նույն ավականու անդամը, որը փորձում էր մոլորեցնել, մի տիկին կար ավականու անդամ, որը նույնպես աղանդավոր է, ես դա հիմնավորել եմ, Բլեջյան Արևիկը, ավականու անդամ, որը կանգնած էր Նիկոլ Փաշինյանի կողքին եւ փորձում էր նույն Սյուզի Բադոյանին, նույն Լիային, փորձում էր մոլորեցնել, թե իբր ինքը սովորական քաղաքացի է, այլ ոչ թե ավականու անդամ, Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակիցներ, այսինքն իրենց կողքը չկա հասարակ քաղաքացի, ինչ եմ ուզում դրանով ասել, որ Նիկոլ Փաշինյանի կողքը հասարակ քաղաքացի չկա, մի քանի ծիգռովկաներ այո կան, այդ հասարակ քաղաքացիներից իրենց 18 թվականի ծիգռովկաներից, բայց մնացածը ուժային կառույցներ են, այսինքն ոչ քաղաքացիական հագուստով են հիմնականում, որ չտարբերվեն քաղաքացի մեդիա դաշտում, որպես քաղաքացի ներկայացնի, Երևան քաղաքի Այսեք վարչական շրջանի աշխատակիցներ են, ավականու անդամներ են, ամբողջ վարչական մարզի պետական ապարատն է, այսինքն, այսպես ասած, այն մարդիկ են, ովքեր կախում ունեն Նիկոլ Փաշինյանից, պաշտոնի, գումարի, պարգևավճարի կախումներ ունեն, գումարի դիմաց, պաշտոնի դիմաց, այս մարդիկ գնում են կանգնում Նիկոլ Փաշինյանի կողքը եւ չմտածելով, որ իրենք կնքվել են իրենց բարեկամների թաղումների հետ կապված այդ նույն հոգևորականները, որոնք այսօր գործող հոգևորականներ են, իրենք ծեսեր են կատարել, իրենց կնքել են այդ հոգևորականները, իրենց այսպես ասած կնքահայրերի դեմ են պայքար տանում, չհասկանալով թե ինչ են անում։ Հանուն աթոռի, գումարի, պարգևավճարի։ Եվ հիմա գանք արդեն մեր քաղաքային խնդիրներին, այս օրերին մենք տեսնում ենք, որ նաև ձյունի սաղուց այս թեմայից սկսենք, հա, մարդիկ բառի բուն իմաստով կոտրվածներ, վնասվածքներ են ստանում, աղ է տալի է քաղաքի կենտրոնից մինչև ծայրամասերի թաղամասերում, սաղույցը ուղղակի աղ է տալի վիճակում է։ Թե հիմա այդ ձյունը գալիս է, այս աղետը ընդհանրապես շարունակվելու է, ձյունը դնում է վրան, էլ ավելի սվացող է։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ ինչ եք առանձնացել քաղաքային թեմաներից։ Տեսեք, ձյան հետ կապված ինքը առանձնակի 26 թվականի բյուջեն այնպես է գրված, որ ձյունը եւ ԵԱՍՄ հիմնարկը աղբահանությունը միասին է, այսինքն 6.7 միլիարդ դրամ է դուրս գրվել, որ աղբահանություն իրականացվի եւ ձյան մաքրում իրականացվի Երևան քաղաքում։ Բայց վերջին գործակարգավարականներից Կամո Արեանը Տիգրան Ավինյանի մինչ ձյան առատ տեղումները Կամո Արեանը զեկուցում էր Տիգրան Ավինյանին, որ իրենք ամբողջ թիմով պատրաստ են ձյան մաքրմանը, այսինքն եկող ձյանը պետք է, այսինքն իրենք պատրաստ են, որ կարող են մաքրել ամբողջ Երևան քաղաքը։ Բայց 2 օր հետո, երբ առաձյուն տեղի ունեցավ, մեր ամբողջ Երևանի բնակիչները բոլորս էլ տեսանք, թե Երևանի քաղաքապետի գլխավորությամբ այդ կառույցները ինչպես կարողացան մաքրել ձյունը։ Պարզվում է, որ ոչինչ էլ չկարողացան անել, սպասում էին արև դուրս գա, արևի տաքության ներքո այդ ձյունը հալչի, ոչ մի տեխնիկա ես չտեսա, որ կարողանան մայթերը մաքրել։ Մի քանի կենտրոնական փողոցների իհարկե փորձել են մաքրել, բայց այնինչ Տիգրան Ավինյանը ասում էր, որ հետիոտնի շահը ավելի կարևոր է, բեռնաթափման հետ կապված, քան մեքենաների շահը, ավտոբուսների առանձնացված գծերի հետ կապված, բայց ստեղ երկակի ստանդարտներ է գործում։ Տեսեք, օրինակ ձյան դեպքում մայթերը չի մաքրվում, այսինքն հետիոտնի շահը երկրորդական շահ է փաստորեն Երևանի քաղաքապետարանի համար։ Մեքենաների ճանապարհները կբացեն, իսկ հետիոտների համար բակային տարածքներ եւ մնացած այլ մայթերը չի մաքրվել, մինչեւ հիմա չի մաքրվել
Հիմա էլ ձյուն է տեղի ունենում, ես կոչ եմ անում Տիգրան Ավինյանին, որ իրենց ասած են, որ Տարոն Մարգարյանին ասում էր լապատկաները բայերը վերցրեք, հայդե մաքրելու, հիմա բոլորդ լապատկաները, նաև Նիկոլ Փաշինյանին եմ ասում, որովհետև ինքն էլ այնտեղ սիգարետի միջոկներ էր մաքրում, ինքն էլ էր փորձում Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին միջամտել, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը այդ բայերը կարող են վերցնել եւ դուրս գալ բակերի սառույցները, մայթերը մաքրելու։ Հայդե ձյուն մաքրելու, պարոն Ավինյան։ Ձյան հետ կապված, կասեմ այսքանը Երևանի քաղաքապետարանը չի կարողացել մինչ այս պահ ոչ միայն ձյան, այլև բոլոր աշխատանքներում էլ ինքը չի կարողանում արդյունավետ աշխատել։ Իհարկե գումարները բավականին մեծ գումարներ ունենք մեր բյուջեին, ու այդ բյուջեն մեծացել է մի քանի անգամ բյուջե են մեծացրել մեր ժողովրդի հարկերի հաշվին, գույք հարկը բարձրացնելով, աղբահանության վճարը բարձրացնելով, բոլոր հարկատեսակները բարձրացնելով, լիցենզիաների հարկերը բարձրացնելով, օրինակ երեք ես մեքենատեղ սպասարկում էի գնացել եւ Տիգրան Ավինյան, լսեք, բոլոր ոլորտներում ձեզ շատ վատ բառերով են ձեր հասցեին, մեր ՓՄԾ ներկայացուցիչները արտահայտվում, ինչի որովհետեւ մարդկանց ծարաբեռնել եք, թե այդ հարկերի տեսակետից, турքերի տեսակետից, լիցենզիաների տեսակետից, խանութների հետ կապված լիցենզիաների հարկեր եք դրեք, 24 ժամը վճարներ եք թանկացրել, նույն այդ ամենը արել եք նրա համար, որ խոշորները հարստանան, իսկ աղքատները աղքատանան, այսինքն մյուս խոշոր հարկատուները, սուպերմարկետները, ձեր զոնտիկ բռնողները, այսպես ասած, ավելի խոշորանան, 24 ժամով իրանք կարողանան խոշոր սուպերմարկետները աշխատել, իսկ բակի փոքր խանութները լիցենզիայի պատճառով պետք է փակվեն, որովհետև իրանք այդքան գումար չունեն, որ 24 ժամվա համար լիցենզիա վճարեն, այդ իսկ պատճառով այդ մարդիկ շատ գործարաններ, ՓՄԶ ընկերություններ փակվում են։ Դա Երևան քաղաքի հետ կապված, իսկ հիմա տեսեք, թոշակների հետ կապված ասեմ, թոշակների հետ կապված Արսեն Թորոսյանը մանիպուլյացիա էր երեք անում, ներկայացնելով թե իբր 20% քեշբեք են անելու, թոշակառուները այդ քեշբեքը, եթե իրական դուք ուզում եք բարձրացնել թոշակառուներին, ոչ թե բանկային համակարգը ձեր ծանոթ բանկերին վրա ուղղորդեք արկա համակարգից, այսինքն մարդկանց դուք ասում եք, այս բանկից տեղափոխվի այս բանկ, որ այդ քեշբեքը կարողանաս ունենաս, դա խախտում է բանկային օրենքի, այսինքն մրցակցության պայմաններն եք նաև բանկերի մեջ խախտում դուք, կարող էիք ինչ անել, բարձրացնել թոշակները, ասում եք 20-10,000 դրամ բարձրանում եք, դուք 10,000 դրամով հլը փորձեք բարձրացնել, բայց 10,000-ն էլ է քիչ, դուք 50,000 դրամով պետք է թոշակները բարձրացնեք, բայց ընտրություններից առաջ նորից դուք խաբելու եք, մանիպուլացնելու եք այդ ամենը։ Նախ 10,000 դրամը որ բարձրացնենք, թոշակառուները իրար խառնվեն, չեն իմանա այդ փողը ոնց ծախսեն։ Հետո կառավարության նիստի ժամանակ է, խնդրում եմ, ասում եմ 20,000-ը որ բարձրացնենք, մեկ էլ խնդիրների լուծում չի լինելու, ելքի բարձրացնենք։ Ես չգիտեմ, այս անամոթությունը, այս ամենը ինչի դրսևորում է, նոր ներողություն ուղղակի որպեսզի ձեզ չընդհատեմ։ Նոր տարուց առաջ մենք հարցումներ էինք դնում մեր թոշակառուներից, ովքեր բարի բուն իմաստով եւ ոչ միայն նոր տարուց առաջ, միշտ այսպես ասենք, հա, մարդիկ ասում էին ոչ դեղի գումարին է հերիքում, ոչ սննդի գումարին, ոչ կոմունալների, ու մեզ ասում են 40,000-ով ապրեք, ասացի թոշակառուների մեծ մասն ասաց 40-ը թող վերցնեն, ինքն իր տիկինը ապրեն, իրենց փողն է մեզ տան, տեսնենք ոնց են լինելու։ Այդ որ ասում են օրինակ թոշակառուն 36,000 դրամով կապրի կամ Նիկոլ Փաշինյանը ասում էր 27,000 դրամը, եթե 10,000-ով բարձրացնենք, հոսանքի գումարը կավելանա, այդ ինչպես պիտի ավելանա, հետ հող ավելանա, բայց ձեզ դուք ինչ իրավունք ունեք թոշակառուի գումարները հաշվել, թե ինչքան հոսանք կվառի, ինչ կանի այդ գումարը, մի կիլո ավել կարտոֆիլ կգնի, թե միս կգնի, ձեզ ասում ենք բարձրացրեք եւ վերջ, դուք մնացածի հետ ոչ մի իրավունք չունեք թոշակառուն ինչ է անելու այդ գումարը։ Այստեղ միայն մանիպուլյացիաների դաշտով պետք չի առաջնորդվել, թե իբր առողջական ապահովագրություն ենք արել, տենց բարձրացրել եք, ստում եք, այդտեղ է մեծ մաֆիա գործում, այո, առողջապահության ապահովագրության հետ էլ կա մեծ խնդիրներ, ինչ եք արել, պոլիկլինիկաներում ու մասնավոր ընկերություններում օրինակ են բերում, պոլիկլինիկայում արյան ընդհանուր անալիզը 4,000 դրամ է, օրինակ, Դիալաբ մասնավոր ընկերություններում 3,000 դրամ, այսինքն դու պետական բյուջեից, պետական կառույցում, որը ֆինանսավորվում է պոլիկլինիկան պետական միջոցներից,
բարձր եք ներկայացրել, գրել եք 4000 դրամ, որ պետական բյուջեից ավելի շատ գումար դուրս գրեք ձեր այն մյուս գործընկեր հիմնարկին, այնիշ մասնավորը 3000 դրամով է անում, 3000 դրամով։ Ինչու պիտի շատ անալիզներ պետական սուբսիդավորվող հիմնարկում ավելի բարձր լինի, քան ավելի կահավորված մասնավոր ընկերություններին, որոնք իհարկե մասնավոր ընկերությունները ավելի տեխնոլոգիապես ավելի կահավորված են, քան օրինակ մեր պոլիկլինիկաները։ Այդտեղ էլ եմ ես խնդիրներ տեսնում, օրինակ երեխաներին տանում են ռենտգենի, ես այդ դեպքով անմիջապես ես իմ երեխային եմ տարել ռենտգենի, եթե ռենտգենի գումարը 5000 դրամ էր, ասում է այս տարվանից մենք ձեզ ոչ դիսկ ենք տալու, ոչ էլ այդ ռենտգենի նկարն ենք տալու, դե հետևաբար եթե ռենտգենը արժեր 5000 դրամ, այդ դիսկը կամ այդ ֆլոպին արժեր մոտ 1000 դրամ։ Այդ ֆլոպի գումարը արդյոք իջացրել եք 4000 դրամ եք սարքել ռենտգենի գումարը։ Ոչ, որովհետև դուք 5000 դրամ պետք է տաք ձեր ծանոթ բարեկամ հիվանդանոցներին, չեք իջացրել, բայց մի քաղաքացիներին էլ պարտադրում եք, ասում եք դիսկի համար հավելյալ եւս 5000 դրամ պետք է վճարեք։ Այսինքն պետական հիվանդանոցներում գները բարձրացրել եք, թե առողջապահության ապահովագրություն ենք անում։ Այդտեղ այսինքն համատեղել եք, այնտեղ գին եք բարձրացրել, ստեղից էլ գինը բերել եք, այդ փոխանցումը տալիս եք այն հիմնարկին, այնտեղից էլ ձեր հատկատները երևի թե գնում է համապատասխան վայր, գալիս է, ուր պիտի գա հատկատը, պարզ է, ձեր գրպանը, ոչ միայն պարգևավճարների տեսքով, այլև հանցակազմով, այո, հանցակազմ է դա, երբ որ պոլիկլինիկան, թոշակառու մայրերը այցելում են պոլիկլինիկա, ստիպողաբար այսինքն անալիզների գումարներ են հաշվում եւ դնում ձեռքը եւ 4000 դրամով կատարում են որոշակի հետազոտություն, որ այդ հետազոտությունը արժե օրինակ 3000 դրամ կամ 2500 դրամ այլ մասնավոր ընկերությունում։ Դա է ձեր առողջապահության ապահովագրությունը, դա է Արսեն Թորոսյանի ստեղծած նախկին այդ առողջապահության համակարգը։ Մի բան էլ ասում եք թոշակը, տեսեք, բարձրացրել ենք առողջապահության ապահովագրություն ենք արել, թոշակը տեղով ենք տվել, դուք թոշակ չեք տվել, այդ դեղերի գումարը, այդ դեղերը, որ թոշակառուն գնում է, այդ հացը, թոշակառուներ կան, որ այո, շատ բաներից չեն կարողանում օգտել, մինիմալ նույնիսկ կոմունալ պայմաններ չեն կարողանում ապահովել, այդ 36000 դրամից նույնիսկ քեշբեք է թե ստանան մի քանի հազար դրամ, 40000 դրամն էլ չի կարող բավարարել, եթե կարող է բավարարել, ապա ասում եմ, այդ 40000, 50000 դրամները թոշակառուները նվիրում են ձեզ, ձեր պարգևավճարները նվիրեք թոշակառուներին, մի ստացեք այդ պարգևավճարները, միլիարդավոր պարգևավճարները դուք մի ստացեք, մի դուրս գրեք ձեզ այդ գումարները, խնայեք այդ տենդերները, այդ պարգևավճարները, այդ երրորդ ձեռի տենդերները, որ անում եք, մեկը շահում է եւ տալիս է էժանով ուրիշին է անում, այդ ատկատները մի արեք, խնայեք, այդ գումարներով թոշակները բարձրացրեք։ Կարող եք բարձրացնել, ուղղակի չեք ուզում։ Հետևաբար սկսելու եք մանիպուլյացիայի դաշտում, թոշակառուներին մոլորեցնել, բայց թոշակառուները այս պահին հասարակ քարտով շատերը չեն կարողանում օգտել այդ բանկից, քարտով առևտրին նաև չեն կարողանում ծանոթանալ, չեն կարողանում քարտով իրենց բանկից իրենց գումարը հանել իրենց երեխաներին կամ բանկոմատի մոտ կանգնած մի քաղաքացու խնդրում են, որ իրենց գումարը հանի ու այդ մարդկանց դուք օնլայն տիրույթ եք ուզում տանեք, այսինքն այդ մարդիկ չեն ապրել ժամանակակից կյանքով, երիտասարդ չեն, ծեր են, հետևաբար դուք չեք կարող ծերերին պարտադրել, ապրել այնպես, ինչպես երիտասարդները պետք է ապրեն։ Դրա համար առաջարկս նա է, որ թոշակները պետք է մի քանի անգամ, այսինքն այդ ձեր ասած 10000 դրամը շատ փոքր գումար է թոշակների համար, մի քանի անգամ 10000 դրամ պետք է բարձրացրի, որ թոշակառուն բարեկեցիկ կարողանա ապրել, ինքնուրույն կարողանա ապրել, ոչ թե իր երեխաների կամ բարեկամների հաշվին, որտեղ թոշակառուներ կան, ոչ երեխաներն են այստեղ, միայնակ թոշակառուները չեն կարողանալու ապրել եւ այդ իրենց ծերությունը չեն կարողանալու վայել են, այսինքն մարդիկ ապրել են, աշխատել են, որ ծերությունը վայել են, ոչ թե ծերության ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում է, հե գնացեք աշխատեք, թոշակառուին ասում է գնացեք աշխատեք, բայց
Նման բան, երևույթ, գոյություն չի ունեցել երբեք։ Մարդը աշխատել է, թոշակի տարիք է սահմանվել նրա համար, որ մարդը աշխատի հասնի թոշակի տարիքին եւ վայելի իր աշխատած թոշակը։ Ոչ թե միատել թոշակի տարիքին պարտադրի, ասի գնացեք աշխատեք։ Թոշակառուն կորոշի, կաշխատի, թե չի աշխատի։ Դա թոշակառուի կամքն է, կուզի կաշխատի, կուզի չի աշխատի։ Իսկ պետության պարտավորությունը նա է, որ բարեկեցիկ թոշակ նշանակի, այս գնաճի պայմաններում այնքան բարձրացնի, որ կարողանա թոշակառուն բարեկեցիկ ապրել, վճարել կոմունալները եւ սնվել։ Այդքան է թոշակների մասը։ Որևէ այլ թեմաներ քաղաքային օգուզեի անդրադառնալ։ Քաղաքային թեմաներին 26 թվականի բյուջեն դեռ նոր է, այսինքն դեռ առաջին իստը 26 թվականի դուրս չի գրվել, անցած տարի այո ձախողել են ասել ենք եւ հիմնավորել ենք անցած տարի 24-25 թվականներին Երևանի քաղաքապետարանը ձախողել է իր ամբողջ կառավարումը եւ հետագա մեր բնակիչներին կոչ եմ անում տեսնելով այս ամենը, այս 6 ամսվա ընթացքում միջև քարոզարշավը Նիկոլ Փաշինյանը ձեզ մոլորեցնելու է Տիգրան Ավինյանի հետ միասին համատեղ են աշխատելու, ձեր բակերում գալու են, փորձելու են ձեր ասածները որոշակի մի քանի ամսվա ընթացքում կատարել, չխաբնվեք այդ բակային մի երկու աշխատանք կատարելուց, թե իբր ձեր ասածը քաղաքացիները վարչապետ են, դա կեղծ է, փորձելու են ընտրությունների քողի ներքո լավություն անել պետական ձեր փողերով լավություն անել ձեզ, խաբել ձեզ, չխաբնվեք, այո դրանք պարտավոր են կատարել այն աշխատանքները, որը դուք պարտադրում եք պետական պաշտոնյաներին, դուք պետք է պարտադրեք, բայց դրանից կախում հանկարծ չստեղծեք, սիրելի քաղաքացիներ, կախում չունենաք իշխանություններից, պարտադրեք թող կատարեն, բայց որոշումը դուք կկայացնեք, իրենք խաբել են ձեզ, ընտրվելուց հետո խաբել են, չեն կատարել այն ամենը, ինչ ասել են, հետևաբար իրենք միշտ խաբելու են ձեզ, իրենք միայն քվե գողանալու ժամանակ են գալու, ձեր դռները ծեծեն։ Տեսել եք Տիգրան Ավինյանի հետ քանի քաղաքացի է կարողացել ընտրություններից հետո հանդիպել, չեք կարողացել, դիմում էիք մեզ, Տիգրան Ավինյանը մերժում էր ինչ-որ վարչության պետերի հետ էր ասում, գնացեք հանդիպեք, ինքը անձամբ շատերիդ հետ չի հանդիպել, բայց ընտրությունների առաջ դռնեդուռ են ընկնում, հիշեք եւ չխաբտվեք, ընտրություններից հետո փախնում են, այդքանը, շնորհակալություն ձեզ։